Պարոն Հարությունյան, կխնդրեմ մի փոքր գործից խոսեք, նախ ոնց հասկացանք նախաքննական մարմինը միջնորդել է, որ որպես խափանամիջոց կիրառեն վարչական վերահսկողություն, ճիշտ է, կալանքի, այսինքն կոշտ կալանավորման բան չկա, միջնորդություն։ Տեսեք, չկա եւ ինչն է հետաքրքրական, երբ որ միջնորդությունը կարդում էի գիշերը արդեն մյուս գործով, կարծես թե կալանքի միջնորդություն լինի եւ ինչ որ պահի փոխել են որոշումը, ինչ-որ դիրքորոշումը փոխվել, բայց հենց ակնհայտ է, որ ի սկզբանե գործը գնացել է դեպի կալանք եւ այն օրինակ վարչական Ինչից են հետ կանգնել, այսինքն ինքը տենց լուրջ հիմքեր չի եղել կալանավորման, հանցանքի այսպես ենթադրյալ բանը մեծ չի եղել։ Հիմքեր ընդհանրապես կարելի ասել գործով որևէ բան չկա, մի քիչ նույնիսկ առաջի հայացքից sense ակնհայտ ծիծաղ է առաջացնում այդ վարորդի նյութերը, երբ որ ուսումնասիրում ես։ Այն է գրված, որ դրանով այդ հոդվածի տակ չի կարող մարդը, այդ հոդվածով չեն կարող, եթե չեմ սխալվում 221-ի առաջին մաս, որով մինչև 3-ից 6 տարի ազատազրկում է սպառնում։ Այո, ընտրությունների ժամանակ նյութապես շահագրգռել եւ ինչն է հետաքրքրական, որ բոլորի պարագայում նույն նյութն է գնում, ասենք այնտեղ նույնիսկ ծիծաղ է առաջացնում այն հանգամանքը, որ փողոցը հարթեցնելը բերել կապել են դրա հետ կամ ինչ-որ Բայց այն նախընտրական քարոզչության փուլում է եղել, թե ավելի վաղ արված է, կարծեմ ավելի վաղ։ Հասկանում եմ, դա այդ ամենը շատ ավելի վաղ արվածին է վերաբերվում, բայց գործում այդ մասին չի խոսվում, որ այդ ամենը ավելի վաղ է ժամանակահատվածին է իբր թե այս ժամանակահատվածին Այո։ Դուք ունեք ինչ-որ ապացույց կամ հակափաստարկ, որ կարողանաք ցույց տալ, որ սա քարոզչությունից դուրս է եղել ավելի վաղ։ Ցույցների պահը հաջորդիվ կլինի, ես կարող եմ միայն փաստել, որ իրապահ մարմինները որևէ ողջամիտ եւ ռեալ ապացույց չունեն այս ամենը հիմնավորել։ Ես կարող եմ մի քանի